Եթե 3 նոր գիրք է լույս տեսնում, նշանակում է, որ շնորհանդեսը շատ ճոխ է լինելու։ Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում դրամատուրգ երգիծաբան Սամվել Խալաթյանը հումորով մեկնարկեց իր նոր գրքերի «Փակուղուց այն կողմ» բանաստեղծությունների, տիեզերքի խորանքում պիեսների եւ «Կատվի դատը» երգիծական բալաթի շնորհանդեսը։ Ճշմարիտ գրողը չպետք է արդարացնի պետության հույսերը, բայց եւ իր ճշմարիտ խոսքով պետք է նպաստի պետության զարգացմանը, թերությունների շտկման լավագույն ուղղորդողներից մեկը լինի։ Այդպիսին է Սամվել Խալաթյանը, ողջույն իր խոսքում նկատեց Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը շարունակելով. Յուրահատուկ պիեսների գրքին կասեի, որ եթե գրողի ստեղծագործություններում երևակայությունը բացակայում է կամ դեր չի խաղում, նա ուղղակի չպետք է գրի։ Բարեբախտաբար Սամվել Խալաթյանը ունի վառ երևակայություն, եթե բացեք հենց առաջին պիեսը, դրանց երկու տոմսը, տեսնեք, որ վառ երևակայության արդյունք այդ պիեսը եւ մյուսներում նույնպես զգացվում է նրա մտահղացումները, նրա ազնիվ վերաբերմունքը գրականությանը, ինչ վերաբերում է բանաստեղծություններին, ես կասեի, որ դրանց բանաստեղծությունները միշտ եղել է անկեղծություն, կես զգացմունքայնություն, որը փոխանցում է մեզ ընթերցողներից։ Սամվել Խալաթյանը կարողանում է գտնել թեման, կապել իրական կյանքի հիմնախնդիրների հետ, որոնք ծառացած են հասարակության առջև։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, լրագրող, երգիծաբան, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ։ Մի նախադասության մեջ 5 բազմակի որոշիչներ կան, նկատեց բանախոսներից Վանաձորի պետական համալսարանի գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Վալերի Փիլոյանը։ Վերջինիս հետաքրքրում է մասնագիտորեն 5 որոշիչներից որն է ի վերջո մնալու։ Սա փորձառություն է, սա գրականության պատմություն է, գրականության հարց, հետևաբար նման կարգի հարց, ինքս ինձ տալու եմ նաև իմ պայծառ ընկերոջ, իմ քաղաքականի, իմ համաքաղաքացու, իմ տաղանդավոր գործընկերոջ ստեղծագործություն։ Վալերի Փիլոյանին լրացրեց Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Օհանյանը, տալով Սամվել Խալաթյանի ամենաբարձր կոչումը։ Ես ուզում եմ Սամվել Խալաթյանին ներկայացնել որպես մարդ։ Նա իրոք մեր քաղաքի մեծ երախտավորներից է եւ նրա անունը պատմության մեջ մնալու է ոչ միայն իրեն ստեղծագործություններով, իրեն կատարած գործերով։ Սամվել Խալաթյանը հայեցողական գրող է, նա ակտիվ քաղաքացի է, նա ուզում է, որ ինքը իրեն մասնակցությամբ այս քաղաքը վերափոխի։ Օ, գրագետ մարդ ես երևում, Սամվել Խալաթյան, ֆրակով, թիթեռնիկ փողկապով, դե որ այդքան գրագետ ես, ես քեզ ծառայության եմ վերցնում, կլինես իմ գրագիրը։ Քեզ մեծ պատիվ է վստահված ծերունների համար գրել Սիմոն Թագավորի ամեն մի խոսքը։ Եվ իմացիր Սամվել, աշխարհում դեռ ոչ ոքի վիճակված չէ իր կենսագրությունը գրել մինչև վերջ։ Որպես կանոն ամենավերջին նախադասությունը գրում են ուրիշները։ Այ դու պատիվ ունես գրելու Սիմոն Թագավորի կենսագրության վերջին նախադասությունը։ Գերեվատանի պետական մանկավարժական ինստիտուտի առաջին 5 տարվա ուսանողներից ենք, մենք համարյա հասակակիցներ ենք։ Մեր ջահել օրերին միջոցառումներ էինք կազմակերպում, երիտասարդական ռեստորանը նախկին, հիմա հերակար ուսանողները ասել էին ոչ մի աղջիկ իր սիրած տղայից չկա, ոչ մի տղամարդ ուսանող իր աղջկային չկա, որ սա ֆակուլտետային միջոցառում է։ Կոստանդյան ներսեսն ասաց, հա, լավ է, դեպից ասվել է, քեզ ինչ կա, զոքանչըտ քաղաքում չի, իսկ իմը ցագոտում է ապրում։ Ինչքան վերցնում են մեր ինստիտուտի գրական ալմանախը, որտեղ ստեղծագործում են մեր ուսանողները, այնտեղ գրել է, թե ովքեր են իր կենսագիրները, ու գրում է ասում է, իմ կենսագրությունը Աստծո ծնողներիս 2-3 ուսուցչի մի 3 դասախոսյանումն է գրել, որից մեկը ես եմ։ Եվ դրա համար ես անչափ շնորհակալ եմ։ Շնորհանդեսին մասնակցեցին մեներքիչներ Արմեն Ներսիսյանը, Մհեր Մելիքյանը, Վանաձորի երգի թատրոնի մեներքչուհիները, Երևանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի, Վանաձորի մասնաճյուղի ուսանողները։ Այսօր նա
Կարինե Խոդիկյանից եւ Գուրգեն Խանջյանից հետո ամենաշատ բեմադրվող հեղինակներից է եւ այսօր արդի թատերագրական համայնապատկերում ունի իր տեղը, իր ձեռագիրը, իր ոճը։ Գրողին չի կարելի գնահատել հրատարակած գրքերի քանակով, համեստորեն նկատում է դրամատուրգը եւ բերում օրինակը։ Մկրտիչ Սարգսյանն այսօր հիշվում է իր հեղնար աղբյուրով չնայած հրատարակած գրքերի քանակի։ Սամվել Խալաթյանի լուսնծայած գրքերի թիվը այսպիսով հասավ 37-ի։ Այդ 37 հատ, այսպես ասած, գիրքը որ լույս եմ ծայել, հականանից բարակ է, հաստ է եւ այլն։ Ես հալալ կեսը երևի կասեի, ես ինքս կխոտանեի։ Թե ժամանակի շնչի պահպան թե ոչ։ Մնացած կեսում էլ կընտրեի երևի 5-6-ը։ Ընդ որում ոչ թե գիրք, այլ ստեղծագործություն։ Բայց նրանք էլ են սիրում, որը որ կխոտանեի, հարցը դա չի, իմ երեխեքն են։ Դժվարացավ նշել ամենասիրելի գրքի անունը։ Բոլորն ինձ համար հարազատ են, որովհետև դրանցում ես կամ, դա բնական է, գրողն ինքը կա իր բոլոր գրքերում, դրանցում կան իմ ժամանակակիցները, իմ ճանաչած մարդիկ։ Համենայն դեպս ես չեմ հնարում նրանց։ Հերմինե Այվազյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։